Ես խնդրում եմ ներկայացնել այսօր ատեստավորման պատճառով տուժած ուսուցիչներն են այստեղ հավաքված տարբեր մարզերից խնդրում եմ ներկայացրեք ձեր դպրոցում քանի ուսուցիչ է դուրս մնացել ատեստավորումը չի անցել եւ այսպես այդ երեխաները ի վերջո ունեն փոխարինող ուսուցիչներ թե ոչ Դուք ծնող եք Այո, ես ներկայացնում եմ հանրապետության ու շատ գյուղերի եւ այլ ծնողների շահերը Մեր երեխաները այսօր փաստը մնում է փաստ, որ մնացել են բարձի թողի վիճակում։ Կոնկրետ ես ներկայացնում եմ Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղը։ Մեր դպրոցից 4 ուսուցիչ ներկա կարգավիճակում է։ Նա մանավանդ քեշեշտեմ որ դասվարներն են այդ անցողիկ փուլը չեն հաղթահարել։ Իհարկե պետք է նշեմ նաև որ ծանոթացել եմ թեստերին եւ գիտեմ որ ինչքան խճճված եւ այսպես ժամանակային խիստ սահմանափակմամբ է եղել այդ թեստերը Այստեղ կարելի է ասել այսքանը երեխային ես իմ երեխաներին չեմ կարողանում բացատրել, քանի որ մնացել են այսպես պարապ, այսպես ասած, քանի որ առանց փոխարինող ունենալու այսօր այդ երեխաները պարապ են։ Մենք նույնիսկ դիմել ենք մարզպետարան, մեզ այնտեղ ասել են, որ հարգելիս դա կպարապվի մենթոր ուսուցչի կողմից, բայց եկեք բոլորը երևի ինձ հետ կհամաձայնեն, որ մենթոր ուսուցիչը չի կարող այո, տարուսություն, դասվարական դասարաններում տարուսություն կատարել կամ ենթադրենք լավ դասվարականները կատարեցին այդ դեպքում տեխնոլոգիա է, կերպարվեստ է Այս տարարկաները ինչպես են պատկերացնում հեռավոր կամ շախմատ է հեռակա կարգով են առաջ հեռակա կարգով Շատ դեպքերում լույս չեն ունենում կապ չի լինում 10 րոպեն ասում են նայները նկարեք ուղարկեք ես անձամբ ծանոթ եմ մեր հարևան գյուղերում առարկաներ են դասավանդվում եւ պարզ այդ մենթոր ուսուցման համակարգին շատ լավ ծանոթ եմ Կոവിഡ്ի ժամանակներից դեռ Այո հենց իմ երեխաներից մեկը հենց այդ ժամանակվա այսպես on-line ուսուցման տուժված է այսպես ասեմ Մտնում ենք դասարան որպես ծնող տեսնում ես այսօր ինչով է զբաղվում քո երեխան այնքան չգիտեմ տպավորիչ է որ հուզվում ես քո երեխան բացել է կերպարվեստի գրքերը տետրերը եւ սպասում է իր ուսուցչի լավ այս մինչեւ ինչքան է այսքանը շարունակվելու Չէ որ հենց նույն դասվարների ուսուցիչների շնորհիվ է որ մեր գյուղից այնքան բարձրագույն ավարտ երեխաներ ունեն կա հենց ամենավերջին թարմ օրինակը շեշտեմ Վայոց ձորի մարզում մաթեմատիկայի մարզային օլիմպիադայում մեր հենց դասվարի աշակերտները մաթեմատիկա առարկայից գրավել են երկուսն էլ առաջին հորիզոնականը հավասար միավորով եւ այսօր ուզում ենք այս վաստակաշատ դասվարին այսպես ասած դպրոցից հանել Այսինքն այդ ուսուցիչը չի անցել ատեստավորումը։ Չի անցել։ Ցավոք սրտի ընդամենը 1-2 բալ, այսպես ասած, տոկոսային հարաբերակցությամբ, այո, չի անցել ատեստավորումը։ Այստեղ ոտնահարվում են նաև երեխայի իրավունքները։ Ես այսօր այստեղ եմ պաշտպանելու երեխաների իրավունքները։ Լավ, ուսուցիչներին առանց փոխարինող գտնելու, այսպես ասեմ, կոնկրետ մեր դպրոցի մասին եմ խոսում, երբ չունենք տարածաշրջանում, հենց մեր գյուղում հասարակական տրանսպորտը չի աշխատում, մեր գյուղում հենց ես այնտեղ եմ ծնվել, մեծացել ու չի եղել։ Հիմա մեր մոտ ձյան բարձրությունը այնքան հաստ է, որ չգիտեմ, գրեթե շատ դժվար անցանելի ճանապարհներ են ու եղած ուսուցիչներին էլ այսպես ասած փորձում են դպրոցից հանել, չգիտես ինչ հիմքերով։ Եթե ունեն 30-ից ավելի շատ տարիների վաստակ, չգիտեմ, այսօր մենք պետք է նրանց հարգենք, պատվենք եւ ոչ թե այսպես դպրոցից հանենք կամ չգիտեմ։